Տեսեք, ուզում եմ փոքրիկ նախապատմությունն ասել, որ մի 4 տարի առաջ հանկարծակի ինչ-որ կազմակերպություն դիմեց դատարան, որ այդ Ֆիրդուսի տարածքը իրեն է, կառուցապատման իրավունք ունի, որպեսզի այդ բնակիչներին այդտեղից հարկադրաբար, որպեսզի օտարվի։ Հետո պարզվեց, որ այդ կազմակերպությունը չունի ընդհանրապես որևէ իրավունք, քաղաքապետարանը իրեն լիազորություն չի տվել, ինքը փաստացի իրավունքները դադարեցրած կազմակերպություն է ու եթե անգամ դատարանները բավարարեն, ինքը որևէ բան չի կարող այդտեղ անել։ Հիմա ասենց շոուի կրկեսի իրավիճակում սկսել ենք դատաքննությունը։ Դատաքննությունը անցնում էր այս պայմաններում, երբ որ արդեն 15 տարի առաջ արդեն նմանատիպ գործ եղել էր ու անցել է 15 տարի, իրավունք չկար, որևէ օրենսդրությամբ իրավունք չկար, բայց դատավորը այսպես խելացի տեսքով սկսեց դատավարություն անցկացնել մի 4 տարի առաջ։ Ու եկանք ինչ-որ մի փուլի, որ հասկացանք, որ դատավորը ինքնուրույն որևէ որոշում չէր կայացնում, անընդհատ ընդմիջում էր ամենահասարակ հարցը, որ ներկայացուցչի ներգրավի թե ոչ, ընդհատում էր, գնում էր զանգում էր ինչ-որ մեկին, հետ էր գալի, հետո ինչ-որ մի փուլի ինքն էլ հասկացավ, որ չի կարող դատավարություն, այդ ձեռքի փաստաթղթերը նետեց գետնին, ասեց դատաքննություն չեմ անում, գնացեք կգաք դատական ակտը կստանաք։ Աննախադեպ բաներ, ինքն էլ ձեռքերը դողում էր այսպես։ Գնացինք, դատական ակտը ստացանք, իհարկե բողոքներ գրեցինք, այդ ժամանակ շատ վատ պահեց Իրան ԲԴԽ նախագահը, այդ ժամանակ փախնում էր քաղաքացիներից, ազգանունն էլ մոռացել եմ, Անդրեասյան։ Մի խոսքով, հետո այդ դատավորին ԲԴԽ բողոք գրեցինք, ինչ որ ձևով տեղափոխեցին, լիազորությունները չդադարեցրեցին, չգիտենք դա էր պատճառը, թե ոչ տեղափոխեցին այլ դատարան։ Մակագրվեց մի հատ երիտասարդ աղջկա, Արմինե Սաֆարյան։ Արմինե Սաֆարյանը նույն ոճով, ներողություն, բողոքարկեցինք վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքներն, ասեց այդտեղ 15 քաղաքացի կա, ովքեր գրանցված են, որից 5-ը սեփականատեր, մնացածը գրանցված, օրենքն էլ ասում է, եթե այդտեղ հաշվառված են, գրանցված են, իրանք իրավունք ունեն փոխհատուցում պետքա ստանան, օրենքն էլ պահանջում է, որ փոխհատուցման բոլոր ընթացակարգը պահպանվի։ Վերաքննիչ դատարանը մեր կողմից բավարարվեց, իրենք բողոքարկեցին վճռաբեկ, որևէ բան չփոխվեց, հետ եկավ նոր դատավորի մոտ Արմինե Սաֆարյան, երիտասարդ աղջիկ էր, էլի ինչ որ ձևով նույն բաները բարձրացնում ենք, ասում ենք ակրլա, ենթադրենք վճիռը բավարարվեց, բայց այդ կազմակերպությանը, որ պետքա տրվի իրավունքներ, այդ կազմակերպությունը իրավունք չունի, կառուցապատում անցկացնելու գումար չունի, այնտեղ մի քանի 100 գոնե միլիոն դրամ առնվազն, եթե ոչ միլիարդ դրամներ, այդտեղ կառուցապատում պետք է անցկացվի, բայց ինքը չունի այդ գումարը։ Բացի դրանից իրավունք չունի։ Դիմել են քաղաքապետարանն ասում է, որ մենք իրան այդ իրավունքը թույլ չենք տվել։ Մի խոսքով, այսինքն այստեղ կա մութ գործարք, ինչ որ մարդիկ այս ընկերության հետևում կանգնած, փորձում են ընկերությանը բրթել առաջ, դատական համակարգը այլասերում են, ահաբեկում են, այդ դատավորն ահաբեկված էր։ Այս մյուս դատավորը առաջ ընկնելով ասեմ, գործից դուրս եկավ, դիմում գրեց գործից դուրս եկավ։ Ինչ որ տենց էլի կրկեսային բաներ արեց, բոլոր այդ 15 հոգուն ասեց, սա ձեր իրավունքներին չի առնչվում, որովհետև դուք այստեղ կողմ չեք, այն դեպքում, որ վերաքննիչ դատարան այս 15 հոգու բողոքը բավարարել է, ինչպես կարող է իրանց իրավունքներին չառնչվի, իրանք ծնվել են, մեծացել են, ապրել են այդտեղ, վերաքննիչ դատարանն էլ ասել է, որ ամեն ինչ պատշաճ է, սխալ է արել Արարատյանի դատարանը, բեկանել է հետա ուղարկել, այսինքն կա օրինական ուժի մեջ մտավ դատական ակտ, այս Արմինե Սաֆարյան երիտասարդ աղջիկը սենց ֆոկուսներ արեց, հետո բավականին տենց էլի կոշտ դիմադրություն եղավ, հետո չգիտես ինչի մի տարի ինքը դատաքննություն չարեց, հետո դիմում գրեց հրաժարվեց։ Հիմա այդ դատավորն էլ դուրս եկավ։ Հիմա գործը մակագրել են տենց ձիու վրա նստած դատավորը Բունացյան, Ռուբեն Բունացյան։ Այս նույն Բունացյանը այս կողմերի մեջ արդեն դատաքննություն էր իրականացրել ու այդ ուրեմն հետեւյալը տեղի ունեցավ, որ ակնհայտ այս դատավորը արդեն քննել է կողմերի գործը ու գտել է, որ այս 14 հոգին կապ չունեն բանի հետ, գտել է, որ իրանց իրավունքներին չեն առնչվում։ Ինչ արեց ինքը, ուրեմն 15 հոգի կան այդտեղ հաշվառված, մենք սխալմամբ այդ 15-րդ անձին, ով որ համ սեփականատերը, համ հաշվառված է, անուն ազգանունը չենք տվել։ Ինքը 14 հոգուն ընդունեց որպես երրորդ անձ, ամեն ինչ պատշաճ համարեց, ներգրավեց, որ իրանց իրավունքներին առնչվում է։ Հետո երբ որ մենք հայտնաբերեցինք, որ 15-րդը ծանուցված չի, միջնորդեցինք նույնը 15-րդ սեփականատիրոջ մասով,
ինքը ասես չէ, սա իր իրավունքներին չի առնչվում, այսինքն այսպես մարդու մտքի մեջ չի կարող տեղավորվել, որ հաշվառված գրանցված անձին այս վճիռը վերաբերում է, բայց սեփականատիրոջը չի վերաբերում այս վճիռը ու նույն պարագայում ինքը 14 հոգի ավելի վատ պայմաններով անձանց ընդունեց, վարույթ այս մեկին չընդունեց։ Հիմա գործը շատ արագելի ուղարկվել է Ռուբեն Բունացյանի մոտ, ով որ մերժեց մեր վճիռը, ասենց անհեթեթ, ուղղակի, չգիտեմ, այդպիսի դատական ակտ կայացնող դատավորը բանտում պետքա լինի, ոչ թե պետքա արդարադատություն իրականացնի։ Հիմա էլի այս կազմակերպության հետևը կանգնած անձիկ չգիտենք ով է։ Այսինքն ամենայն հավանականությամբ այս կազմակերպությունը երբ որ շահի, իր իրավունքը վաճառելու է ինչ-որ կազմակերպության մութ գործարքներ, պարզա որ այդ իրավունքը վաճառելը չի լինելու, այդ հրապարակային չի լինելու այդ հարկեր եւ բացետել անօրինական է։ Պետությունը որոշել է, որ այս կառուցապատողը ինքն է, բայց ինքը փաստորեն անվճարունակ է, իր հետևում կանգնած է ինչ-որ կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը գալու է վերջում ու այդ կազմակերպությունն է, որ կարողանում է դատավորներին ահաբեկել, մենք հանցագործության մասին հաղորդում ուղարկեցինք, որ այս դատավորը ահաբեկված է։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած դատավորի կարելի է այնպես վախեցնել, այնպես ահաբեկել, որ ցանկացած դատականը կայացնի։ Դա այդպես էլ եղավ, այսինքն ձեռքերը դողած, ասեց հրաժարվում եմ։ Այս մի դատավորը դիմում գրեց, ասեց հրաժարվում եմ։ Հիմա այս երրորդ դատավորը ինքն էլ սկզբում նորմալ տանում էր դատավարությունը։ Հետո վերջում սենց անհասկանալի դատական ակտ կայացավ, դա բողոքարկել ենք վերաքննիչում, սպասում ենք վերաքննիչի պատասխանին, բայց գործը ոնց հանգարց մակագրվեց իրան, ինչ արագությամբ ինքը վարույթ ընդունեց, ինչ արագությամբ այդ 40 հատոր գործին ծանոթացավ, ինչ արագությամբ դատական նիստ նշանակեց, այսինքն սա այս քարը ժամանակներում, չգիտեմ, մենք մեր ցավոք սրտի մեր դատական համակարգը խոր ճգնաժամի մեջ է, պղտոր ջրում ձուկ բռնողները շատացել են ու այս դատավորի նման իրան թվում է ինքը նստած է ձիու վրա, թուրը ձեռքն է ու մի քանի, չգիտեմ, պայմաններով կարող է այդպիսի դատական ակտեր կայացնի, շատ շուտով վստահ եմ, որ այս դատավորի նույն ճակատագիրն է սպասելու ու շնորհակալություն, որ հրապարակայնացնում եք, որ այս հարցը հասնի այն տեղերը, որտեղ որ իրականում ԲԴԽ-ն իր տեղում պետք է լինի, ԲԴԽ-ն իր տեղում չէր։ Այն ժամանակ մենք գնացինք, հանդիպեցինք, ԲԴԽ նախագահը ոչ հիմնական մուտքից, այն հետևի մուտքից փախնում էր, որ քաղաքացիներին չհանդիպի։ Գնացինք արդարադատության նախարարության մոտ, արդարադատության նախարարը հրաժարվեց ընդունել, հարցը որն էր, որ արդարադատության նախարարությունը այդ նույն շենքը մի քառակուսի մետր գնահատել է $197։ Երբ որ Զիբիլյանոցի մոտ Նուբարաշենում մի քառակուսի մետր $1000 է։ Այս շինությունը, որ ուզում են վերցնեն, երկու հարկանի քարից ամուր կառույց է ու իրանք եզրակացություն ունեն, որ եւս երկու հարկ կարող են կառուցել։ Այսինքն հրապարակին կպած այսպիսի ամուր քարի շենքը 1000 քառակուսի մետր հողա, մի քառակուսի մետրը հաշվել են $197։ Երբ որ գնացինք այդ արդարության նախարարի մոտ, ինքն էլ չի աշխատում։ Պարզա որ նման պաշտոնյաներ հիմա ԲԴԽ-ն գոնե պետքա լսի, պետքա իր տեղում գտնվի, պետքա թույլ չտա, որ դատարաններին ահաբեկեն, դատավորներին։ Սա հանցագործության մասին հաղորդում է դատավորների նկատմամբ։ Անընդհատ բարձրաձայնում ենք, մեզ չլսեցին, բայց երկու դատավոր արդեն հրաժարվեցին, քաղաքացիներն էլ փաստորեն մինչև այս պահը զրկված են։ Այսինքն ամեն ինչ կարելի է օրինական ճանապարհով անել։ Այսինքն եթե օրինական ոչ թե $197, ընդ որում իրանք $197 առնում են $200 պայմանական, այդ նույն տեղում վաճառում են $20,000, պատկերացնում եք, այսինքն իրանք հիմա ինչ որ մարդիկ ասում են մենք այդտեղ կառուցապատման իրավունք ունենք, բայց հələ սեփականատերի իրավունքը չի դադարեցվել, հələ այդ իրավունքը այս ընկերությանը չեն տվել, ընկերությունն էլ ներքին կարգով չգիտենք, որ կոռուպցիաների միջոցով կամ օլիգարխի միջոցով չի վաճառել իրանց։ Այսինքն, բայց ով որ գա, վերջում այդ պարզվել է, որ ինքն է կանգնած այս դատավորներին ահաբեկելու հետևում, ինքն է կանգնած այս ամեն ինչի հետևում։ Այսինքն մենք ունենք աննախադեպ իրավիճակ։ Ոչ մի անգամ այսպիսի բան չի եղել։ Անգամ 20 տարի առաջ, երբ որ անձին $250 էին գնահատում, 20 տարի առաջ, այն ժամանակ անշարժ գույքի շուկայական արժեքը երևի 20 անգամ ավելի էժան էր։ Այն ժամանակ դա կարող է 2 անգամ էր տարբերում, այսինքն $500 իրանք կես գին էին տալի։ Հիմա 100 անգամ էժան են գնահատում, այն էլ արդարադատության նախարարության փորձագետները։
Ասեմ ավելին, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեցին, քրեական գործ հարուցվեց փորձագետների նկատմամբ, քրեական գործի հարուցումը տարան չգիտենք, մենք հեռացված ենք քրեական գործի քննությունից, որևէ ձայն չկա, որևէ որոշում չենք ստացել։ Քրեական գործ հարուցվեց, բայց սառեցվեց։ Այսինքն ունենք աննախադեպ կոռուպցիոն մենք բաներ փաստեր ու աննախադեպ չափսեր։ Այսինքն շենքի մոտավոր արժեքը 20 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Այսինքն մենք ունենք, երբ որ թվերը մեծանում են, կոռուպցիան ավելի մեծանում է, դատավորներ են գործից դուրս գալիս, անձանց նկատմամբ չնայած քրեական պատասխանատվություն, այլ դատավորներ են որոշում, որ իրանք կարող են այսպիսի դատական ակտեր կայացնել, հեսա ԲԴԽ-ն պետք է Ազգային անվտանգության ծառայությունը, հակակոռուպցիոն կոմիտեն, բոլորի գործն է, որ պարզեն, բացահայտեն, թե այդ ով է, որ կարողանում է դատական համակարգ այսպես ահաբեկել։ Դավիթ Սաֆարյան, Հանրապետության Նրբան Ստոնութիայի սեփականատերերից։ Իհարկե հասցեն, քանի որ ասեցի, այդ հասցեն մեր քաղաքային իշխանության թեթև ձեռքով արդեն գոյություն չունի, բայց մեր հասցեն դեռ շարունակում է մնալ դա, եւ ծանոթությունները գալիս են այդ հասցեով, ինչպես հայտնի է, որ տարբեր այցյաններում ուրեմն ունենք տարբեր բողոքներ, բայց հասցեն չնելու պատճառով ծանոթությունները չեն կարողանում ստանանք, ունեցել ենք 4 մուտք դեպի մեր հասցե, բայց հիմա ուրեմն ունենք մի մոտ կենել շինարարի գթության շտորիվ, որը պետք է ապահովի, մի մուտք է ուրեմն տրամադրված ու առավոտի ծիրիկուն կատարվում է ուրեմն շինարարական աշխատանքներ, հսկայական ծավալի աշխատանքներ է կատարվում, բայց նաև կա գերակաշահի օրենքը, ոնց որ իրանք թափահարում են, հստակ մեջը սևով սպիտակով գրված է, որ պետք է իրացումը ավարտվի, նոր կատարվի շինարարական աշխատանքներ, ոչ թե բնակիչները տեղ, այսինքն ժամը 7-ից, դաժե դեպք ունենք քրեական գործ, որ մինչև ժամը 11-15 աշխատանք է կատարվել շինարարական։ Իսկ ոնց որ մեր փաստաբանը նշեց, բոլոր քրեական գործերը իրանք սառեցված վիճակում են։ Իսկ որը որ երևի հավանաբար իշխանությանը պետքա շատ արագի մեջ ընդունենք բոլորը կանգնած ու միանգամից աշխատում են։ Իսկ այն քրեական գործերը, որը վերաբերում ասող սովորական հասարակ քաղաքացիներին, դրանք տարիներով ինքը չի ընդհանրապես արձագանք չկա, որը որ վերաբերվում է կարապետությանը կամ ինչ-որ մարդկանց, այդ դատավարությունները շատ արագի մեջ, ուրեմն 48 հատորանոց գործը, որ կարողանան ծանոթանան 7 օրվա ընթացքում ու դնեն դատավարություն, պրոստը աբսուրդ է, էլի, մարդ ֆիզիկապես առավոտից իրիկուն նստի կարդա, ինձ թվում է չի հասցնի այդքանը կարդա, ուսումնասիրի, ծանոթանա ու միանգամից դնի դա, այսինքն կա շտապողականություն, նաև կուզեմ ամրագրել այն փաստը, որ պրոստը այտենց այն կարգի աբսուրդությունը հասել քաղաքային իշխանության կառավարության, որ իմ սեփական հողի վրա թույլ է տվել, ուրիշ կազմակերպությանը տվել է շինթույլտվություն։ Այսինքն ես հիմա հարց էլի դիմեմ, չգիտեմ, բարձր աստիճան ընդունեք ինչ-որ մարդկանց ասեմ, խնդրում եմ, ինձ շինթույլտվություն տվեք, ուրիշի հողի վրա, դա դեռ հանդիսանում է մեր սեփականությունը։ Ինչ հիմքով է ինքը տրամադրել շինթույլտվություն շինարարական աշխատանքներ իրականացնելու։ Դե եթե տեղյակ չեն իրանք իսկ գրած օրենքները, թող ուսումնասիրեն, կարդան, հասկանան։ Հետո նոր բնակիչներին փորձեն ուղղակի հիմա քանի որ ստեղ կանգնած ենք, մեր հայատ գալու համար չի լինում։ Այսինքն ցեղ, կեղտ, այդտեղ մենք ունենք նաև բիզնես տարածք, որը ընդունենք որպես բիզնես, ինքը միշտ գրանցված եղել է, միշտ աշխատել է, բայց կառուցապատողին հետաքրքիր չի։ Իրանք մենակ թափահարում են, դաժե մի անգամ ես չեմ հիշի որը, բայց YouTube-ում կա, երբ որ հարց են տալիս կառուցապատողին, Elite Holding-ի տնօրենին, ասում են մենք առաջարկում ենք $3000, չեն ուզում, դատարանով $1800 կհանենք, այսինքն դատարան արդեն որոշել եք դուք, որ եթե մենք չհամաձայնվենք 3000-ին, բայց պարոն կառուցապատող համաձայն ենք 3000-ին, խնդրեմ ձեր տարածքը 3000-ով վաճառեք, չէ, օրենք ասում է համարժեք փոխհատուցում պլյուս 15%, վաճառեք 3000-ով, մեր գույքը 3000 հաշվեք, վաճառեք դուք 1000-ով, մեր գույքը հաշվեք $1000, բայց եթե դուք վաճառում եք պաշտոնական տվյալներով, զանգահարում ենք, ծանոթներ կան, ովքեր գույք են ձեռք բերել, կոմերցիոն տարածքը վաճառում եք մոտ $10,000 ու ավել, բնակելի տունը, որ վաճառում եք $4700 եւ ավել, այդ դեպքում $3000 տակ, ես դուրս գամ, մի 4-5 տարի էլ սպասեմ,
Միջև դու կառուցեք, ես նոր ընդունենք իմ բիզնես ոլորտը զարգացնեմ նորից կամ ընդունենք տեղափոխվեմ բնակվելու, որտեղ ատեղ համարժեք փոխհատուցումը։ Պրոստը, այսինքն փորձում են վախացնել բնակիչներին, նույն ճակատագիրը արժանանալու է թե կոնդի ժողովուրդը, թե նորագյուղին է։ Որտեղ մենք արդեն 2007 թվականից պայքարում ենք ուրեմն մեր հնարավորությունների չափով, պայքարում ենք մեր ներուժով, փաստաբանները բնականաբար փաստաբանների վարձատրությունն էլ էժան չէ, այսինքն եթե ինչ-որ մեկը հնարավորություն չունեցավ փաստաբան վարձելու, պետք է իր գույքը $200 օտարեն, դուրս է գալիս է տենց։ Իսկ մենք մինչև այսօր պայքարում ենք, գոնե այդ պայքարի արդյունքում դեռ մենք մեր հասցեով ենք բնակվում, բայց անանցանելի վիճակում։ 4-5 կողմերից, այսինքն 4 կողմից ես մուտք ունենամ տարբեր կողմերից, իսկ այսօր ես իմ տուն գալու համար պետքա պարտադիր խանջանով պտտվեմ եւ այլն, այսօր ամենաթանկը ժամանակն է։ Իսկ այդ ժամանակը ես ծախսում տուն հասնելու համար։ Իսկ իրանք, չեմ ասում էլ աղմուկը, որ առավոտի ծիրիկուն այդ ասենց պարզ ասեմ, այդ մալատոկը որ աշխատում է, դղ, այսպես ինքը միշտ աշխատում է։ Իսկ ու այդ ամեն ինչը կատարվում է հենց քաղաքապետարանի դիմաց։ Այդ ամեն ինչը կատարվում է, իրանք նույնիսկ իրանք օրենքը գրած չեն կարողանում կարդալ։ Ես խնդրեմ թող ուրեմն նենց մարդիկ զբաղեցնեն այդ պոստերը, ովքեր կարողանում են կարդալ գիտեն հասարակ։ Հիմա որն է ձեր սպասելիքը process-ից, ինչ ակնկալիքներ ունեք կամ ինչ հույս ունեք, որ ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը։ Ակնկալիքները ուրեմն հետեւյալն է, մեր ակնկալիքները, եթե այս դատավարություններից ելնելով, թե ինչ արագությամբ դատավարություններ են նշանակվում, ինչ արագությամբ ընդունենք այդ փորձագետները, որ եկան դռները կոտրելով, գնահատեցին եւ այլն, ամենաաբսուրդ բանը ասեմ, որը մեր տունը եկան կոտրեցին, ուրեմն պարզվեց ինչ, որ այսօր դաժե գույքահարկը երրակի անգամ 100%-ով թանկացել է, ուրեմն տվյալ փորձագետը պողակ կազմակերպությունը, որի ենթակայության տակ է արդարադատության նախարարության ենթակայության տակ է գտնվում, ինչ արեց։ Կադաստրային արժեքից 4 անգամ քիչ գնահատեց գույքս։ Իսկ դատավարության ժամանակ կոնկրետ փորձագետին ասում եմ, ինձ մի հատ գույք ցույց տվեք, ոչ թե Երևանը, կենտրոնում։ Արոտավայր, որ ինձի կադաստրային արժեքով կարամ ձեռք բերեմ, ոչ թե 4 անգամ քիչ։ Գնամ ձեռք բերեմ։ Չի կարողանում պատասխանի։ Ասեմ, այդ դեպքում պատասխանեք, խնդրեմ, ես 1,500,000 դրամ գույքահարկ եմ վճարում։ Եթե ես 4 անգամ քիչ կարամ վճարեմ, ես խեմ այդ դեպքում 1,500,000 դրամ վճարում։ Օրենքը փոխեք ուրեմն։ Ես վճարեմ կամ էլ իմ վճարումները թող հետ տա։ Ոչ թե ամեն տարի ընդունենք ավելանա, այս տարի էլ պետք է արդեն վճարեմ 2,200,000 դրամ։ Չի կարողանում պատասխանի։ Ու այդ նույն փորձագետի տված բանը, այդ կարծիքի հիման վրա դատարանը որոշեց, որ պետք է մեր գույքը օտարվի 400 քանի միլիոն դրամով։ Հարգելի դատարան, հարգելի փորձագետ, հարգելի դատախազություն, պատկան մարմիններ, մի պահ ստափեք։ Պարտադիր չի, որ մենք ունենք հնարավորություն, ունենք պայքարելու ուժ, մենք հասնենք եվրոպական դատարան։ Ամոթ է ուղղակի։ Այսինքն ստեղ չեք կարողանում դուք ձեր բնակիչների, ձեր քաղաքացիների հարցերը լուծեք, որ գնա հերթական անգամ Եվրոդատարան, ու այն դեպքում, երբ որ մենք շահած գործ ունենք, մեր հասցեն շահած գործ ունի Եվրոդատարանում։ Մի անգամ ամոթանք տվել են կառավարությանը։ Փոխհատուցում բարոյական վնաս փոխհատուցել են։ Բարոյական վնաս մենակ 3800 եվրո տատիկը ստացավ։ Ու կառավարությանը ստիպեց, որ այս օրենքը կիրառվի այդ ամեն ինչը։ Բայց դաժե դրա վրա էլ թքած ունի կառավարությունը կամ չգիտեմ պատկան մարմինները։ Ո՞ր թվականին է 2016 թվականին։ Եվրոդատարանի որոշումը 2016 թվականին է կատարվել։ Իսկ այդ որոշումը չի ընդունվել, որ հիմա այդ process-ը շարունակվի կամ մոտեցումները փոխվեն։ Այն ժամանակ ուրեմն հիմքեր ընդունվել այնքանով, որ սեփականատերը հանդիսանում է տատիս, իսկ իրան ժառանգորդները բնականաբար երեխաները ու ժառանգությունը կիսելու հետ կապված արգելանք է դրված գույքի վրա։ Թույլ չէին տալի, այսինքն մարդը իրավունք չունի ժառանգություն, Եվրոդատարանը բավարարեց մեր միջնորդությունը ու ստիպեց, որպեսզի մենք գրանցենք մեր, այսինքն իմ պապան իր իրավունքները գրանցի։ Իսկ այս հիմա էլ դաժե որ գրանցված է, դատարանը հաշվի չի առնում։
մենակ ինքը համարում է սեփականատեր, որ կադաստրում կայականի մեջ գրանցված է տատիկիս անունը, տատիկս, բայց մենք ասում ենք ժառանգության իրավունքն էլ կա, որը դուք եք էլի գրել։ Եթե մարդը չի ճանաչում ժառանգությունը, դա չի նշանակում, որ ինքը ժառանգորդ չի։ Չի ընդունել, ոչ թե չի ճանաչում, այլ չի ընդունել։ Ինքը հանդիսանում է ժառանգ։ Դադարեցվեց չի։